Պարոն Հովհաննիսյան, դուք ձեր խոսքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեի մասին խոսելիս այս դրվագին անդրադարձակ, բայց շատ թեթև, խնդրեմ մի քիչ բացել, խոսքը վերաբերում է թոշակառուների կողմից անկանխիկ եղանակով կատարվող գնումներին ու քեշբեքերին։ Ես որքանով հասկանում եմ, եթե մինչ այժմ գործում էր մի համակարգ, որտեղ մի մասը տալիս էին բանկերը քեշբեքի, մյուս մասը կառավարությունը եւ ոչ բոլոր բանկերին էր դա վերաբերում, այսինքն ոչ բոլոր քարտերին, այժմ այդ համակարգը փոխվում է։ Մի քիչ խնդրեմ ավելի մանրամասն այս մասը ներկայացնեք։ Շնորհակալություն, պարոն Թունյան։ Իրականում համակարգը մեր շահառուների համար որևէ փոփոխության չի ենթարկվում։ Ինչպես 10% քեշբեք էին ստանում, նույն ձևով ստանալու են այդ քեշբեքը։ Ուղղակի եթե նախկինում 5%-ը վճարում էին բանկերը, այդ 10%-ի 5%-ը վճարում էր կառավարությունը, հիմա կառավարությունը կվճարի ամբողջ 10%-ը։ Արձագանք։ Մի ճշտող հարցել, եթե նախկինում 5%-ը վճարում էին բանկերը, դա նշանակում էր, որ այս հնարավորությունից կարող էին օգտվել այն թոշակառուները, որոնք ունեն կոնկրետ բանկերի քարտեր, որտեղ ոչ բոլոր բանկերն են միացրել։ Հիմա այս համակարգը, այս փոփոխությունը նշանակում է, որ բոլոր թոշակառուները հայաստանյան ցանկացած բանկի քարտ ունենալով կարող են օգտվել 10% քեշբեքի հնարավորությունից։ Ես կարող եմ ենթադրել, որ այո, սա ուղղակի ենթադրում է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք է համապատասխան պայմանագրեր կնքի մնացած բանկերի հետ, ենթադրում եմ, որ բանկերը պատրաստակամություն կունենան այս պայմանագրերը կնքելու եւ այո, դուք ճիշտ եք, այդ պարագայում բոլոր թոշակառուները այսուհետև կկարողանան օգտվել այս համակարգից եւ կարիք չեն ունենա իրենց հաշիվները եւ տեղափոխվել այլ բանկ, որը նախկինում գտնվում էր այս համակարգի մեջ։